ուղիղ եթերում հաղորդման այս հատվածում էր, ինչպես նախապես ասել ենք, խոսելու ենք տեսախցիկների արագաչափերի եւ կարմիր գծերը սպասարկող ընկերությունների պետականացման մասին, այս ամենի մասին կխոսենք հենց նմանատիպ հարցերով ճանապարհային երթևեկության դեպքերով զբաղվող փաստաբան Արտակ Խաչատրյանի հետ։ Շնորհակալ եմ մեր հրավեր ընդունելու համար։ Պարոն Խաչատրյան, փաստորեն առաջիկայում պետականացվելու են Parking City Service-ը, Security Dream-ը, սրանք այն հայտնի ընկերություններն են, որոնք Երևանում եւ մարզերում փաստորեն սպասարկում են կարմիր գծերը, տեսախցիկները, արագաչափերը, հա։ Փաստորեն ֆինանսական հոսքերի մասին է։ Ասում աչքներս լույս հետո հարցը շարունակի։ Եվ փաստորեն ֆինանսական հոսքերի մասին է ի վերջո խոսքը արդեն գնալու է պետական բյուջեից նախապես հայտարարված նախագահի վարչապետի կողմից։ Իսկ քաղաքացիների համար ի վերջո ինչ է փոխվել, ինչ որ բան կիջնի, օրինակ տուգանքները կամ համաներում կլինի, ինչ որ բան նախատեսվում է, որը օգուտ քաղաքացիների է։ Քաղաքացիներն կարծում են երևի թե օգուտ չի լինի։ Միակ օգուտը պետական բյուջեն կլինի։ Այսինքն այսքան տարիների ընթացքում ներդրում չեն արել, չնայած որ ճանապարհային ոստիկանությունը ինքը տեղից էլ պարտավոր էր անելու, բայց վերցնեք ըստ եկուս կարմիր գծերի մասով էլ երկուստեք էլ երկու ընկերություններն էլ ոչ մեկ ցանկություն չունեցան ներդրում անեն, այսինքն բարեկարգեն, բարենորոգեն, արդիականացնեն, զինեն ու նման բաներ։ 1000-ից մեկ դեպք եղել է, որ մի կամ երկու ճանապարհային նշան աղմուկ աղաղակից հետո փոխել են, ընդհանուր առմամբ չնայած նախագահի հանձնարարականը կար, այդ հայեցակարգ մշակել, անել, բայց բազմիցս ասել ենք, ինչպես նախկինները, մենք կարծում ենք, որ այս ներկան էլ էլի, այսպես ասած, ականջի հետև կգցեն, ոչ մի բան չեն անի։ Այսինքն, եթե դուք նայում եք այդ դրամական հոսքերին, թե ինչքան եկամտաբերություն է, եթե դրա, չգիտեմ, առավելագույնը 10%-ը որ ուղղեին այդ արդիականացմանն ու բարեկարգմանը, ճանապարհների ու նշանների վերազինմանը, ինձ թվում է ագին փոփոխություն կլիներ։ Այստեղ խնդիրը չվճարելու, չտուգանվելու խնդիրը չի, այլ ճիշտ սպասարկում, դրա դիմաց, եթե խախտում ես արել, արդեն վճարում։ Հիմա տուգանքները, այս ընկերությունները, որոնք սահմանել են, հա, ընկերությունները չեն սահմանել պետությունը, բայց այս ընկերությունը սպասարկում են փաստորեն։ Ի վերջո այդ տուգանքները բարձր են հիմա։ Նաև համեմատական կարգով, հա, այլ երկրների հետ մենք բարձր ենք։ Ես դες ասեմ, եթե համեմատական վերցնենք, բարձր չեն։ Եթե համեմատական վերցնենք տուգանվելու հաճախականությունը ու այդ տուգանքների տեսակները բնականաբար չափից դուրս արդեն բարձր են։ Որովհետև եթե արտասահմանում էլ չգիտեմ, ոչ հեռավոր ցանկացած երկրում էլ հարցնենք, բոլորն էլ տուգանվում են։ Ուղղակի դա ժամանակային առումով չգիտեմ, ամիսը մեկ անգամ կամ 3 ամիսը մեկ անգամ, հետո մեր մոտ բազմիցս ասել եմ, որ երթևեկությունը հենց ինքը այդ ամբողջ կահավորանքը ստիպում է, որ այդ խախտումը անես։ Ու այն տեսակ մանր խախտումներ են արձանագրում, որ բնականաբար եթե 500 դրամով էլ հաշվենք, դա ահռելի գումար կլիներ, էլի։ Խոսքը հենց դրա մասին է, որ չգիտեմ, դեմ չենք ավելի բարձր լինել, բայց այդ ամեն ինչը տեսանելի, հասանելի, ընկալելի լիներ, որպեսզի մարդը համոզված լիներ, որ ինքը խախտումը կատարել է։ Այ խոսքը դրա մասին է։ Ցանկացած վարորդի հարցրեք, եթե ինչ-որ մեկը գոհ կլինի մեր երթևեկությունից ու կահավորանքից, ես չգիտեմ, զարմացած կմնամ ուղղակի։ Եվ հիմա փաստորեն պետական դառնալով ըստ էության ոչինչ չի խոսվում այն մասին, թե ինչ կփոխվի, օրինակ գների հետ կապված տուգանքների իջեցվեն, չեն իջեցվի, կամ ծանուցման հետ կապված մի մաս խոսվում է, որ Հազարարեմի, հա, էլեկտրոնային կարգով է, հա, ծանուցումը լինելու։ Բայց փաստորեն դա է, այսինքն ֆիքսենք մեկ բան, որ տուգանքների չափերը չեն փոխվելու, պարզապես գումարը մասնավորին մի հատվածը գնալու փոխարեն ամբողջապես գնում է պետական բյուջե։ Ըստ էության այդպես է լինելու։ Ահա, շատ լավ, իսկ այդ դեպքում ծանուցումների հետ կապված ինչ են խոստանում անել պետական կառույցները, այսինքն բացարձակապես խոսք չկա, չնայած 1-2 անգամ ոնց որ թե վարչապետը անդրադարձավ, որ դա տեղին չէ։ Ահա։ Դե հարկադիր ծառայությանը մի կողմից իհարկե կարելի է մեղադրել, մյուս կողմից էլ հարկադիր կատարում իրականացնող հիմնարկ է, անում է
պարտքը ինչ որ պիտի աներ։ Այսինքն այստեղ խոսք լինի կալենք չդնի կամ ինչու է դրել նման բաներ, ինձ թվում է իրավական տեսանկյունից այդքան էլ հիմնավոր չէ։ Ուղղակի պիտի այնքանով կարգավորվի ոլորտը, որ սխալների ու սխալանքների հավանականությունը մինիմացվի, ամենանվազագույնին հասցվի։ Այսինքն բազմաթիվ դեպքեր են գրանցում, չգիտեմ, 3 տարի առաջվա տուգանքները, որոնք ենթակա չեն արդեն օրենքի ուժով վճարման, ուղարկում են հարկադիր կատարման, հարկադիրը էլի ճանապարհային ոստիկանության օրն է ընկել։ Այնքան տուգանքներ կա, որ չի էլ հասցնում ուսումնասիրի նայի, նույն էլի շտամպով կնիկ դնելու մեխանիզմն է աշխատում։ Այսինքն չեն հետևում, չեն հսկում, չեն նայում ինչքանով է օրինական։ Ուղղակի չգիտեմ, աշխատակազմ պիտի ավելացվի կամ նման բաներ, ստատիստիկան նայեք։ Ճանապարհային ոստիկանությունը ենթադրենք միջին հաշվով 500,000 ակտ էր կազմում, security dream-ը միջին հաշվով օրինակի համար 2 միլիոն ակտ է կազմում։ Հիմա միասին իրար հետ 2.5 միլիոն է անում։ Աշխատակազմը նույնն է մնացել, 5 անգամ ակտերի քանակը փաստորեն ավելացել է։ Բնականաբար բողոքների քանակն էլ է ավելանում, ու ոչ 5 անգամ, այլ մի քիչ պրոգրեսը ավելի մեծ է լինում հենց որակի պատճառով։ Այդ մանր Ապաստան տուգանքներ, որոնք կարող են չլինել կամ շատ բնականաբար։ Ու հենց դա կնվազեցներ այդ ամեն ինչը, որ ավելի ճիշտ հաշվարկվեր, ճիշտ արվեր, բողոքներն էլ քիչ լինեին, ընդհանուր ժողովրդական դժգոհությունն էլ քիչ լիներ։ Խնդիրը դրանումն է։ Իսկ ծանուցումների հետ կապված դե հիմնականում ինչից են դժգոհում, կամ ժամկետի առումով, որ մարդը բողոքարկման ժամկետ է փաստորեն։ Ոստեղ կարևոր հանգամանք էլ, որ անձը ասում է, եթե ժամանակին իմանայի, փաստորեն կվճարեի էլ հարկադիր կատարման ծախսերը չեր ավելանա կամ այդ 25%, 50%-ները չեր ավելանա։ Դե բազմաթիվ անգամ ուրեմն ազգային ժողովին, կառավարությանն էլ, ճանապարհային ոստիկանությանն էլ ու իմիջիայլոց դիմեցին, ուղղակի ալարում են, ասում են ծավալը մեծ է, դրա համար չեն անում։ Արտասահման մի հրաշալի ուրեմն մեթոդիկա են կիրառում, օրինակի համար տուգանքը 100 եվրո են սահմանել, ասում են, եթե 2 օրվա ընթացքում վճարես, քեզ բոնուս ենք տալիս 20 եվրոն վճարի, 10 օրվա ընթացքում ես վճարում 50 եվրոն վճարի։ Ու համակարգն ինձ է, եթե դու որոշել ես բողոքարկես, փաստորեն, եթե բողոքդ մնա առանց բավարարման, ստիպված կլինես արդեն այդ մայր գումար 100 եվրոն վճարել։ Այնպես որ անձի վրա է այդ ռիսկը մնում, շուտ վճարելու բոնուսից օգտվելու թե չէ։ Մեր մոտ այդ հին սովետական պատժի սիստեմն են օգտագործում, չես վճարում, կխստացնենք, կտուգանենք, այսինքն բոնուսային ոչ մի բան, այդ մենեջմենտ ասվածը չեն կիրառում, չեն անում, ինչը որ բոլորի համար էլ հաճելի կլիներ փաստորեն։ Պարոն Խաչատրյան, ֆինանսների նախարարը հայտարարեց, որ այդ ընկերություններին վճարվելու են այն գումարները, որոնք նրանք ներդրել են եւ բանակցությունները դրա շուրջ են, ինչից հետո արդեն գործառույթները եւ սպասարկումը կանցնի պետությանը։ Քանի որ երկար տարիներ հետևում եք այս գործընթացին, ի վերջո այդ ներդրումները ինչքանն են, մոտավորապես ինչ կարծում, ինչքան գումարի մասին է խոսքը, որը պետությունը պետք է վճարի, կամ արդեն ընկերությունը իրականում, չգիտեմ, իր շահույթները արդեն կարողացել է վերականգնել իր գումարինը դա հարևանի փող հաշվելու նման բան է, այստեղ հատուցման արդարացիության խնդիր է առաջանում։ Այդ հետևել եմ տարբեր կարծիքների, նույնիսկ կարծիքը բոլորն են ուրախ, որ անցնում է պետությանը այդ երկու ընկերություններից վերջապես բրցանք։ Այստեղ բայց խնդիրը ինչն է լինում։ Վերջի վերջո ընկերությունը մնում է ընկերություն, կամ պետություն ժամանակին ճիշտ պայմանագրեր կազմեիր, կամ եթե մտել ես դրա տակ, ուրեմն մարդկանց պիտի արդարացի հատուցում տրամադրես։ Այստեղ խելամիտ կլիներ բնականաբար այդ ամբողջ ներդրածը վաղուց հանել են։ Նույնիսկ իրենց համար անսպասելի շատ բազում անգամներ հայտարարել են դրա մասին, այն ինչը որ ներդրել էին, ես ձեզ թիվ ասեմ, դուք պատկերացրեք, եթե քաղաքացիներն էլ գիտեն, բոլոր վարորդներն էլ տեղյակ են, ուրեմն ճանապարհային նշանը գիշերը փոխում ես ու ենթադրենք սարքում ես փակ փողոց։ Ուրեմն այդ տեսախցիկը որ տեղադրում են, ես չգիտեմ, հաշված օրերի ընթացքում իր ծախսած ծածկությունը ամբողջ սպասարկումով հանում է։ Հետո նոր
երբ որ ժողովուրդը ընտելանում են, չգիտեմ, 20 օր հետո, մի ամիս հետո նոր այդ նվազումը միտումը խախտումների, չնայած որ երկար ժամանակ դա շարունակվում է։ Էլի միևնույնն է այդ ժամանակի ընթացքում գերշահույթ է ստանում։ Բայց ցանկացած ուրեմն այդ լավ էլ մենեջմենտը աշխատում որտեղ դրեցին, երևի մի շաբաթ 10 օրում այդ ամբողջ գումարը այսինքն ըստ էության այս ընկերությունները թե Security Dream-ը, թե Parking City-ն իրենց գումարը հանել են ներդրած։ Parking City-ի համար չեմ կարող ասեմ, գիտեք, ավելի փնթի աշխատում Parking City-ն։ Այնտեղ ընդհանրապես անհասկանալի է ներքից բացի ինչ ներդրում անել։ Ժամանակին տեսախցիկները փողոցներում տեղադրված չափից դուրս անորակ տեսախցիկներ են, իմիջիալից բազմաթիվ բողոքներ դրանից է լինում, որովհետև ժամանակին հայտարարում էին, որ ուրեմն սպասարկելու են այդ վճարի դիմաց։ Նախատեսում էր սպասարկում, որ ուրեմն այդ տեսախցիկի ձայնագրությունները քաղաքացիներին տրամադրվեն։ Բազում դեպքեր եղան կողության վնաս պատճառելու նման դեպքեր։ Ժամանակին ուրեմն չկային այդ տեսախցիկները։ Ներկայումս այն փողոցներում, որտեղ կան այդ տեսախցիկները, իհարկե անհամեմատելի են Security Dream-ի ունեցած տեխնիկայի հետ, բայց ընդհանրապես աբզոր նույնիսկ մեքենայի պետ համարանիշները չի երևում, այլ խոսք չկա, որ ինչ-որ հանցագործություն կատարողի դեմք երևա կամ նման բաներ։ Այսինքն ըստ էության ոնց որ ձևական բնույթ կրող բան լինեն անհասկանալի։ Դա տեխնիկա համար էլ չարժել այսօրվա արդիական պայմաններում առավոտների տեղեկացել հարևան Վրաստանում արդեն էլեկտրոնային մեքենաների լիցքավորման կայաններ են սարքում։ Մենք հենց այդ հին այդ շքամուտքի առաջ դրվող տեսախցիկներից ենք օգտվում, եթե այդ Parking City-ին է վերաբերում։ Ուղղակի ամենաամոթալին նա է, որ Parking City-ն էլ այդ ճանապարհային ոստիկանությունն է շեշտը դրել են ներքի վրա։ Ներկով այս երկրում հարց լուծել, դա աբսուրդի ժանրից է։ Լավ, Parking City-ին դեռ կանդրադառնանք, մեկ հարց է, փաստորեն հիմա Security Dream-ը, որը սպասարկում է արագաչափերը եւ արդեն խաչմերուկների այդ տեսախցիկները, այս ընկերությունը կարծում եք իր ներդրած գումարը հանել է վերջ։ Վաղուց, ասում եմ, ներդրեցին, մի շաբաթ 10 օր հետո արդեն դուրս եկա։ Հաշվեք ամեն ներդրածը առնվազն, չգիտեմ, մի տարի-տարիքես աշխատում է։ Դա գերշահույթով է։ Իսկ եթե հիմա պետության հետ բանակցություններում, քանի որ նրանք նաև պայմանագիր ունեն, հա, պետության հետ բանակցություններում նրանք պետությունը որոշակի գումար փոխանցի այս ընկերությանը գործառույթները վերցնելու համար, սա արդար կլինի։ Կլինի։ Միևնույնն է երկուստեք էլ շահած կլինեն, եթե այդ բուն օրենքի դրույթին չնայած որ մարդը պայմանագիր ունի այդքան տարիների ու Պաստորեն եկամուտա բաց թողելու, հա, բաց թողնված օգուտներ, դա աշխատական թվեր կլինեն, էլի։ Ընդհանուր առմամբ մի բառով նկարագրեմ, երևի թե գոհշնորհակալ պիտի լինեմ, որ գոնե հատուցում են ինչ-որ բան, որովհետև այդ հատուցում կոչվածը վաղուց իրենց հատուցել են, վաղուց շահույթներ են ստացել, այսինքն սա հետագա շահույթի հետ կապված է ավելի շատ ձեր կարծիքով։ Կոմպենսացիա, այսպես ասած, հետագայինից հրաժարվելու համար, այ խոսքերի դրա մասին։ Հիմա Parking City-ի հետ կապված, հա, մենք ուսումնասիրություն ենք կատարել, փաստորեն Երևանի կենտրոնում կա 3000 մոտավորապես ավտոկայանատեղի, մինչդեռ ամբողջ Երևանում կա 300,000 մեքենա մոտ։ Այս կայանատեղիների խնդիրը, այ վերջո ոնց է լուծվելու։ Թերևս կենտրոնում էլ արդեն հենց այս տարածքում է։ Այդ ձեր ասած 3000 թվից սիրտս կպայթի, չասեմ, մոտավորապես 10%-ը էլի անօրինական է։ Բազմաթիվ անգամ ասել են, կարմիր ներկը վերցնում են, չգիտեմ գծողնովա, ամեն անգամ փորձում ենք բռնացնենք, հարցնանք, չի ստացվել։ Մեկին բռնացնես, ասես ընկեր ջան, որ իրավական ակտի հիման վրա այս խաչմերուկի մեջտեղի գից քաշեմ։ Քաշեց, գալիս ես կանգնում ես, ճանապարհային ոստիկանությունը դե առեթե բաց չի թողում, տուգանում է։ Տանում ես, համոզում ես, ապացուցում ես, որ կարմիր գիծ է, դե ներողություն էլ չեն խնդրում, մոտավորապես տենց ադալժենի անելու նման բեկանում են, անցնում գնում է, բայց հարցը առաջանում ինչ եք տուգանում։ Մի հետաքրքիր այդ ապագայում այդ հայցակարգ մշակել,
կամ նախկինում այդ կարմիր գծելը, դա պիտի շատ ժամանակակից ձևով արվեր, այսինքն իրավական ակտի տեսքով մարդիկ ինտերնետ մտնեին, ծանոթանային որտեղ է գծված, որտեղ կարելի է, որտեղ չէ, այսինքն սխեմա պիտի լիներ։ Դա վերաբերում է նաև ճանապարհային ոստիկանության այդ գծանշումներին ու մնացածին, ինչ կնշանակի Գումիշուկայի փողոցը, նայեք, չգիտեմ, 3 տարվա մեջ մոտ 13 անգամ երթևեկը փոխեցին։ Դեղատան փողոցը շաբաթը մի անգամ այդ փակ փողոցի նշանը այս կողմից այն կողմ են տեղափոխում։ Այ ասածս էլ է դա, շաբաթը մեկ արդեն էլ չեն սպասում էլի այդ գերշահույթին, մի անգամից այն գերշահույթին են սպասում էլի։ Փոխեցին, մի շաբաթը մի անգամից լցրեցին իրենց այդ քսակը, էլի տեղափոխեցին նշանը։ Այդ էքսպերիմենտները անելը միայն ու միայն կապում ենք ուրեմն միտումնավոր շահույթ ստանալու հետ։ Այլ խնդիր չի լուծում ոչ երթևեկության համար, ոչ քաղաքացիների համար, ոչ էլ իրենց համար, բացի գումարից։ Ուղղակի security dream-ը իհարկե շատ վատ նպատակով էր օգտագործում, բայց հենց բան ուներ այդ խաչմերուկների սխեմա ուներ։ Դա օգտագործում էր շպարգալքի փոխարեն, այսինքն տեսանյութում ինչ է իր համար հստակ չէ, լավ չէր երևում, այդ տվյալ բան խաչմերուկի սխեմայից օգտվում էր, հասկանում էր, թե մյուս կողմից ինչ նշանադրված կամ ինչ։ Այդ ամենը պիտի պետությունը, ճանապարհային ոստիկանությունը կազմակերպեր անել օրինական հիմքերով, որ մարդը կարողանար սխեման բերեր, ներկայացնել, բողոքարկեր կամ նման բան անել։ Հիմա փաստորեն 8-ի մեջ ով որտեղ ուզի նշան դնի ու երբ ուզենա փոխի, մոտավորապես այդ կարգով գնում է։ Այդ երևի նկատած կլինեք, կետ գծեր կան, անհասկանալի տեղեր, անհասկանալի ձևով արված են։ Դա գտնում ենք, որ պիտի ուրեմն պաշտոնապես դրանք հաստատված լինեն։ Իրավական ակտ են, վերջը։ Պիտի հաստատվեր, ես ինչ փողոցի, ես ինչ տեղի, ես ինչ նշաններն են, սխեման այսպիսին է։ Իսկն այսօր որ ուզում ես գծում են իրանց ձեռով տալիս են, ասում են սա է, այլին։ Այդտենց իրավական հիմք ու ակտ գոյություն չունի։ Security-ն գոնե մի լավ բանը լավ արեց, հիմքը դրեց, կմախնենք ուղղակի օրինակ վերցնեն, թե կարմիր գծերի տերերը, թե խնդիրը ոնց պետք է լուծվի, վերջո Երևանի կայան տեղին հարցը հատկապես կենտրոնում։ Կայանման համար խնդիրը շատ հեշտ ու էժան կարելի էր լուծել։ 1000 անգամ ենք ասել, իրենք իրենց կատարածը գտնում են, որ դա աչքի համար հաճելի է, մեր առաջարկածը իրենց համար դա քաղաքի տեսքը գծում է։ Ես վերջերս էլի մեծ աղմուկ եղավ այդ Կրկեսի անկյունի կայանատեղի համար, մեծ հրապարակ է, որտեղ բնակչությունը համարյա թե չի անցնում, հարցը առաջանում ինչ նախանգարում, որ մեքենաները կանգնեն այդտեղ, կանգնած մեքենաներն էլ տուգանում են, այդտեղ ֆուտբոլ էլ կարելի է խաղալ, այդ կարգի մեծ հրապարակ։ Քաղաքապետարանը բազմիցս առաջարկեցինք, ասում ենք այն մայթերը, որոնք չափից դուրս լայն են, գերպարիկներ առանձնացրեք, սարքեք, չեք ուզում գերպանիկ առանձնացրեք, բորդուրը կորացրեք, նշանը համապատասխան դրեք, որ ուրեմն վարորդները կանգնեն վրան։ Հիմա նայեք ինչ հետաքրքիր բան է լինում։ Նույնիսկ կարող են գինն էլ թանկացնեն այդ սպասարկման։ Բայց դու գիտես քո համար կայանատեղ կա։ Ես վերջերս մի քաղաքացի դիմել էր քաղաքապետանին, ասել էր գումարներս հետ տվեք։ 2 ամիս է գալիս եմ աշխատանքի վայրում կանգնելու, տեղ չկա կանգնելու, հարց առաջանում, ինչի համար եմ վճարում այդ գումարը։ Դե մարդիկ արդարացի պահանջ ունեն, բայց բնականաբար ասենք, չգիտեմ, մի ամբողջ փողոցի վրա գեղարվեստորեն գծել են, ընդհանրապես լուծում չեն տվել։ Ուղղակի գիծ են քաշել։ Այդ ձեր ասած ներդրումը մեր համար զարմանալի բառ է։ Ոնց կարելի է ներդրում համարել գիծ քաշելը։ Իսկն առանցին իրենց համար պիտի նստեն, մտածեն լուծումներ, որտեղ այդ հարկերով լինի, ավտոկայանատեղեր արտասահմանում էլ կա, կենտրոնում կարող լինի, այլ օպերայում ոնց որ կառուցեցին, վերգետնյակը լինի, ստորգետնյակը լինի, մայթեր օգտագործեն, անպիտան հատվածներ օգտագործեն, բայց բացի գծերից փաստացի ոչ մի բան չեն անում։ Դա ամենաէժան հարմար բանն է, էլի։ Այդ էժանի մեջ էլ են էժանն են ընտրել, որ շաբաթը մեկ ջնջվում է։ Գոնե այդ էժանի մեջ որ թանկը նշեին, նայեք ոնց է լինում։ Նույնիսկ քաղաքացին տուգանվում է, նկարում տանում է ճանապարհային ոստիկանություն, որ դե տուգանքը ուշ է հասնում տեղ, մոտ մի 20 օր հետո։ Մի 2 օր հետո էլ դու ես գնում նկարելու,
մոտ համարյա մի ամիս անցնում է։ Մի ամիս հետո գնում ես այդ նույն կանգնած տեղը ջնջված է։ Դե ապացուցի որ այդտեղ կարմիր գիծ է եղել։ Այդպես խնդրի առաջ է։ Լավ, հիմա փաստորեն Հայաստանում մյուս տարի ընտրություններ են տեղի ունենալու եւ այս քայլերը շատերը համարում են, որ հնարավոր էր առաջ էլ անել եւ հարցական է առաջանում, ինչու է հիմա անում իշխանությունը այս քայլերը։ Դե ինչ ժողովրդական խոսք կա, չի ասում են երազանքոր ընտրությունները շուտ լինի, շաբաթը մեկ լինի կամ չգիտեմ, տարին մեկ լինի։ Մնացածը բնականաբար այդ հարցերը բոլորի մոտ էլ Այսինքն սա հնարավոր է առաջ անել, թե հիմա է եկել այն պահը, երբ պետք է այս ընկերությունները դառնան պետական։ Եթե ընտրությունների ֆակտորը չհաշվենք, մնացած առումով դե բնականաբար ամեն ինչից չեմ, որ մարդիկ մի օրում տեղեկ լինում են, հա, վերցնենք այդ չիմանալու ֆակտորը։ Դե հիմա երկրում այնքան այդ հարցը բարձրացել, արդեն արդիականացրել, ամբողջ օրը դրանից խոսացվում, որ ուղղակի չանելը մեծ բացասական նշան կլիներ թեկուզ հենց ընտրությունների համար։ Էլ չեմ ասում, չգիտեմ, ավելի ինչ բացասական հետևանքներ կարող առաջացներ, որովհետև մեկին, 400,000 մոտավորապես։ Այդ 400,000-ից գոնե, չգիտեմ, 1%-ին չես գտնի, որ չբողոքի։ Թե երթևեկության իրավիճակից, թե տուգանքներից։ Նախկինում էլ տես տուգանքներ տեսած չկան։ Այսինքն հիմա հենց տուգանքներ են հորինում ու գրում, չգիտեմ, ոչ տեսել ենք, ոչ էլ ենք այդ գրականությունը փորփրում ենք, թե որտեղից են հայտնաբերել գտել։ Պարոն Խաչատրյան, բյուջեի վրա այս փոփոխությունները ձեր կարծիքով ինչ մուտքեր կապահովեն բյուջեի, այսքան ժամանակ չգիտեմ, եթե իհարկե կարելի է ասել դրանով կապրենք։ Ինչ գումարի մասին է խոսքը գնում։ Դե մոտավորապես տարեկան 2 միլիոնը մոտավորապես, ասենք թե դոլարային ասեմ, հա։ Security dream-ն ավելի Միջին հաշվով $10 հաշվեք, դե մի փոքր ծախս անեք, շատ մեծ սպասարկման համար իր եկամտի առումով շատ մեծ ծախս չի նախատեսում։ Այն մոտ բիզնեսները այ հարկային օրենսգրքով հաշվարկվում են, չէ՞, 20%, 25% վերադիրով նման բաներ, այնտեղ տենց տոկոսներով չի, այլ պատիկներով է։ Ահա։ Եթե պատիկներով հաշվեք, բավականին միլիոնների մասն է խոսքը։ Հետո ստեղ ավելի մեծ մտավախություն կա, որ Security Dream-ն ու Parking City պետականությունից հետո միլիոնավոր դոլարներ կգան պետական բյուջե։ Parking City-ն չի պետականացում, գնում է համայնքային բյուջե, համայնքինն էլ դե պետության հետ կապ չունի։ Համայնքի բյուջեն էսենս տենց ապահոված էր, զարմանում եմ, այդ ամբողջը կարելի էր ուղղել։ Իմիջիալից վարչապետը մի հետաքրքիր մի պարզապես ամփոփենք, հա, Security Dream-ը փաստորեն պետականացվում է, գումարը գնում է պետական բյուջե եւ խոսքը գնում է միլիոնների մասին, միլիոնավոր դոլարների մասին։ Իսկ մոտավոր հաշվարկա քանի միլիոնի մասին է խոսքը գնում, թե Թիվը չեմ հիշում, բայց գրած ունենք։ Գրած ունենք։ Մի փոքր ճշգրտությամբ արդեն կլինի։ Ուղղակի բազում տարիներ ամփոփիչ երկու բառով ասեմ, երևի չգիտեիք, այդ ամբողջ տուգանքները ուղղվում էր արտաբյուջետային ֆոնդ։ Տեսուչների նույնիսկ արձանագրած խախտումների ու մնացածի։ Բոլոր գումարները, որը վճարվում էր ճանապարհային ոստիկանություն, գնում էր արտաբյուջետային ֆոնդ։ Հիմա չենք ասում այդ մարդիկ սոված մնան կամ չարդիականացնեն կամ բան չէ, բայց դա ահռելի մեծ գումարների մասին է խոսքը ու գտնում ենք, որ դրա մի մասը պիտի ուղղվեր, մնացածը բնականաբար վաղուց պիտի բյուջե գնար, որովհետև աշխատավարձ ու մնացած ծախսերի համար ստանում էին բյուջեից։ Տրամաբանությունը դու տուգանեցիր գումարը ստացար դրեցիր գրպանդ, բայց ինձանից պահանջում ես աշխատավարձ ու մնացած ծախսեր։ Կամ քեզնով դե ինքնիրենով չէր կարա բավարարվել, բիզնես արդեն կլիներ։ Բայց ավելի ճիշտ է, դե վարչապետը փոխեց, ամբողջը ուղղում է բյուջե, եկի որ շատ գեղեցիկ հաճելի բյուջե ունենանք, հուսով ենք։
Շնորհակալ եմ Արտուր հրավեր ընդունելու համար։ Հիշեցնեմ, ստուդիայում հյուրը կալել էինք փաստաբան Արտակ Խաչատրյանին, խոսում էինք կարմիր գծերը, տեսախցիկները եւ արագաչափերը սպասարկող ընկերությունների պետականացման մասին եւ ինչպես ասաց պարոն Խաչատրյանը, Security Dream-ի պետականացումից հետո պետական բյուջե միլիոնավոր դոլարներ հավել մուտք կգործեն, բայց քաղաքացիների համար ոչինչ չի փոխվի, քանի որ այս նախաձեռնությունը տուգանքների չափերի նվազեցում չի նախատեսում։